Հանուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն։ Բարի ուշ երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, ի Հայաստան եւ իսպյուրս աշխարհի։ Ես ողջունում եմ բոլոր մեր հավատացյալ եղբայրներին եւ քույրերին, ինչպես նաեւ իմ Facebook-յան բազմահազար հետևորդներին եւ ընկերներին։ Աստծո ձայնը հաղորդաշարը ուղիղ եթերում է եւ մենք այսօր անդրադառնալու ենք վերջին զարգացումներին, մասնավորապես այսօրվա ուրեմն այն հրավերներին, որ ուղարկվել է քննչական կոմիտեից եւ մի շարք չհոգեվորականները հրավիրվել են այնտեղ ուրեմն զրույցի։ Այստեղից ուզում եմ նախ եւ առաջ նախքան սկսենք մեր ավանդական աղոթքը, որից հետո կանցնենք քննարկումների, իմ երախտիկի խոսքը, շնորհակալական խոսքը ուղղել քննչական կոմիտեի նախագահին եւ ամբողջ ուրեմն աշխատակազմին, բոլոր քննիչներին, բոլոր այդ պաշտոնյաներին, ովքեր այսօր սատանայի տունը քանդում են։ Հայաստանի մեջ այս ամբողջ հանրապետության մեջ մի մեծ սատանայի տուն կար։ Եվ այսօր նրանք քանդում են։ Իհարկե ես նաև կարող եմ ընդգծել եւ գլխավոր դատախազությունը իրենց աշխատանքը ողջունել եւ նմանապես շնորհակալություն հայտնել եւ ներքին գործերի նախարարությանը շնորհակալություն հայտնել եւ մասնավորապես ոստիկանապետին Երևանի։ Իհարկե չեմ կարող շրջանցել այն գլխավոր կառույցը եւ շատ կարեւոր մեզ համար ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, ովքեր նմանապես իրենց աշխատանքներով ուրեմն կարողանում են կանխել այն ահավոր բաները, որ փորձում են մեր գլխին բերել, մեր սիրելի ժողովրդի գլխին բերել սահակները, անցյալից եկած մասկաները դեմքին, իբրև թե նոր առաջարկներով, բայց իրականության մեջ մենք հոմ գիտենք իրենց թե փորացավը թե նպատակները, եւ ուրեմն այս բոլոր սահակներին բացահայտելով եւ իհարկե շատ լավ են աշխատում այդ պատգամարմինները, իհարկե անհամեմատելի լավ, ինչ որ եղել են նախկինում։ Ես ողջունում եմ դրա համար, ոչ թե որպեսզի նրանք արխայնանան եւ այլևս գործ չանեն, աղոթում եմ իրենց համար, որպեսզի նրանք ավելի լավ գործ անեն։ Եվ սկսում ենք աղոթքով, այդ թվում նաև իրենց բոլորի համար բարձրացնում ենք այստեղից տերունական աղոթքը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն Հայր մեր, որ երկինս ես Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն ալ բրգյազ մեզի ճարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս հավիտենից ամեն։ Հավասիկ սկսում ենք այսօրվա քննարկումները։ Դուք շատ լավ գիտեք բոլորս սիրելիներ, որ իմ էջում վերջի օրերին ես կատարում եմ կարևորագույն գրառումներ, բացահայտումներ եւ գրառումների տեսքով եմ որպես փաստ ներկայացնում այն ամենը, ինչ խեղվել է եկեղեցու մեջ։ Մասնավորապես ես այսօր նաեւ հանձնել եմ մեր հասարակության դատին կարևորագույն փաստը, որ կուսակրոն հոգեվորական դասը կամ չգիտեմ, չկուսակրոն, չհոգեվորական ներկայիս դասը խախտել է ոչ միայն կուսակրոնության, այլ նաև աղքատության ուխտը։ Եվ մանրամասները ներկայացվել են իմ էջում, կարող եք սփռել, կարող եք ծանոթանալ եւ կարող եք այս ամենը փաստացի դնել իբրև մեղադրանք եւ ուղղել այս մեղադրանքը այս ահակներին, որոնք դրել են վեհարները գլխներին, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ են, կամ թեկուս վարդապետի կարգավիճակով։ Օրինակ միակ կա Ռուբեն Սատանա, որը որ շատ ասիում են գալուբիխ էկրան, որ ասում են, այդ էկրաններից իրեն ցույց տա, բան է, ինքը իրականության մեջ ուխտադրուժ կեղտ է։ Հավասիկ մենք ներկայացրել ենք իր այս գնոջը եւ իհարկե զավակներին չենք ուզում թիրախավորած լինել, բայց հարկ եղած դեպքում զավակների ֆոտոներն էլ կդնենք, արխային եղի Ռուբեն Սատանա, որ լեզուտ կտրվելու է այստեղից, երբ որ դու վայրահաչում ես, գալիս ես տարբեր տաղավարներ, դե հիմնականում որ տաղավարներում է հայտնվում, իհարկե ընդդիմադիր կարկառուն, այն Սերժիկի, Ռոբիկի եւ Կտրիշ Ներսիսյանի Գարեգին B Պորնիկ Սատանայի փողերով սնվող այն տաղավարներից եւ այնտեղից վայրահաչում ես, կեղտաջրեր ես լցնում, ցեխ ես շպրտում եւ այլն, փաստացի սնանկությունը տես եւ անգրագիտությունը տես փաստում։ Իհարկե մեր ժողովուրդը դա չի կարող տեսնալ, որտեւ
ցավոք սրտի կրոնական հարցերից անտեղյակ է, բայց ես խոմ այստեղից տեսնում եմ, որ դու սնանք դատարկ տհոլ ես, որը քեզ ներկայացնում ես իբրև վարդապետ։ Ինչ վարդապետ ես դու։ Իսկ ասեի, ինչ գործերի վարպետ ես դու, ոչ թե վարդապետ։ Կամ ինչ կարող ես, ինչ վարդապետություն կարող ես ուսուցանես, անփարոյականություն միայն, ուրիշ ոչ մի բան չես կարող մատուցել որևէ մեկին։ Եվ ուրեմն հենց սատանա մի հատ կա, մուշո պորնիկը իրան էլ են կանչել, քնչական եւ արագածոտ ընթեմի այդ սատանայի բույնը դարձած, մկրտիչ Պրոշյան այդ հաստավի ստականքը, Կտրիչ Ներսիսյանի քրոջ որդին, որը բանտում է հիմա գտնվում, այդ սատանայի բույնը, որ սարքել էր այդ արագածոտ ընթեմի մաֆիայի կլուբոկ։ Այնտեղից էլ հոգևորական, չհոգևորական, հա, ոնց անվանեմ դրանց, աֆերիստներ, ստահակներ, որ կանչել են նմանապես քնչական կոմիտեն։ Շատ ուրախ եմ ես։ Լսել եմ ավել պակաս բաներ են խոսում, հիմարություններ։ Քնչական կոմիտեն ում կուզի կկանչի։ Ում կուզի կկանչի։ Ցանկացած մի քաղաքացու, ով որ քաղաքացի է Հայաստանում, ով որ ապրում է այնտեղ, իրավունք ունի ցանկացած մեկին հրավիրել զրույցի։ Կամ ինչ-որ մի բան իրեն ներկայացնել, մեղադրանք եւ այլն։ Սա իրանց գործառույթներն են, իրանց սրբազան պարտականությունները, որ նրանք կատարում են, բա ինչ անեն։ Բա ոնց ձեզ հետ վարվեն։ Թույլ տան, որ դուք սադանայություններ գործեք, թույլ տան, որ դուք ահաբեկչություն կազմակերպեք, ինչը անեն, որ դուք լավ ձեզ զգաք։ Ուրեմն դեռ դա քիչ է, ես կարծում եմ նաև ազգային անվտանգության ծառայությունը պետք է կանչի։ Պետք է սաղ տեղերից սխմեք, կոչ եմ անում ձեզ, սխմել դրանց։ Այս բույնը նրանք աղոթող մարդիկ չեն, պահ մարդիկ չեն, նրանք ուխտադրուժ սրիկաներ են, խապեպաներ են, որոնք եկել են մոլորեցնելու համար մեր ժողովրդին, որոնք վանքից դարձրել են կուկուշկայի աթոռ, մայրաթոռը դարձրել են կուկուշկայի աթոռ, եւ այդ աթոռի մեջ նրանք պղծություններից զատ որևէ բան չեն գործել։ Այդ դրա համար, որպեսզի այս կեղտաջրերը, որի մեջ լող են տալիս, այդ մեղքերի մեջ թավալ են գալիս, այս սատանեկը, նրանք պիտի մաքրվեն, այս ախորը պիտի մաքրվի վերջապես։ Չեն կարող թողնել այսպես ինքնաոսի, որ ինչ ուզենան դրանք անեն։ Դրա համար պետք է ամբողջովին վերահսկեք եւ պետք է հրավիրեք տարբեր ուրեմն կառույցներ, որպեսզի նրանք պատասխան տան։ Նրանք այնտեղ պետք է հաշիվ տան իրենց գործերի, որ անում են։ Մայրաթոռը օգտագործում են իրենց անձնական շահերի համար եւ մայրաթոռի անվան տակ քողարկում են իրենց մեղավոր ընթացքը, իրենց ուխտադրուժ վիճակը։ Այս են անում։ Հասկանում եք ինչի են բերել այդ անպարունակ վիճակը, որը Կտրիչ Ներսիսյանը այս եկեղեցում ստեղծել է այդ դաշտը, հա, մեղքի դաշտը։ Այն դաշտը, որը որ տանում են ոչ թե հոգիները դեպի հավիտենական երջանկություն եւ փրկություն, այլ որ տանում են դեպի հավիտենական տանջակներ, դեպի դժոխք են տանում։ Մեր օրերին ես էլի, եթե չեմ սխալվում, 3 տարածեցի, իհարկե աշխատեցի այս բանի վրա, բայց 3 տարածեցի մի բան, նմանապես շատ կարևոր տեղեկատվություն համառոտ վարչանաբանության այն գիտությունն է, որը վերաբերում է աշխարհի վարչանի հետ կապված, որը վերաբերում է մեզ բոլորիս, որտեղ մենք պետք է արիերեսվենք այս բոլոր ահավոր իրադարձությունների, որոնք առջևում սպասում են համորեն մարդկությունը։ Եվ դրան փոխարեք, որ պատրաստեն հասարակությունը, պատրաստեն մարդկանց այս ամենին դիմակայելու, զորացնեն նրանց հոգիները, մեր ժողովրդի, սնեն այդ հոգիները հոգևոր սնունդով, նրանք ինչով են զբաղված։ Դուք լավ տեսնում եք, ինչով են նրանք զբաղված։ Ուրեմն բացարձակապես ոչ մի կապ չունեցող մարդիկ են, ոչ մի աղերս չունեցող մարդիկ են իրենց հենց բուն գործառույթների, իրենց առաքելության, իրենց այնտեղի համար ինչի համար են հայտնվել եւ ինչի համար գտնվում են այնտեղ, հայտնվել են, բայց հիմա ինչ հարց եմ տալիս, ինչի են գտնվում այնտեղ։ Խի մայրաթոռը թաքնվելու տեղ է։ Պարիսպները քաշել եք այդ մայրաթոռի տարածքի մեջ, ինչ ուզում անում եք, խուժանություն եք անում այնտեղ թաքցնելով ամենը, ուզում եք ասել, որ մեր գործն է, այնտեղ մենք պիտի անենք ամեն ինչ, դուք պիտի չխառնվեք, այսինքն մեր ժողովրդին նկատի ունեմ, որ մեր ժողովուրդը մենակ փող պիտի բերի տա։ Մեր ժողովուրդը իրավունք չունի իմանա, թե ինչ է կատարվում այդ կուկուշկայի աթոռի մեջ։ Ինչի են վերածել այս մայրաթոռը կուկուշկայի աթոռի, ինչի են վերածել։ Այստեղից հարց եմ առաջացնում։ Սիրելի ժողովուրդ, սա մի բան է, որը որ պիտի վերջանա։ Իհարկե ես լսում եմ վերջերս բարձրաստիճան պաշտոնյաները եւ այսօր նամանավանդ նորից իր չեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նմանապես հայտարարեց, որ իհարկե մենք ենք թույլ տվել, մենք ապրել ենք անհոգևոր կյանքով, ինքը շատ ճիշտ բան է արել, հա, հայտարարություն եւ արձանագրում միաժամանակ։ Եվ թույլատրել է հասարակությունը մեր ժողովուրդը
թույլատրել է, որ այս խայտարակությունները տևական լինեն։ Իհարկե կան պատճառներ, եւ որոշ պատճառները դա անհաղթահարելի պատճառներ էին, երբ որ այս երկիրը գտնվում էր ավազակապետների ձեռքի մեջ եւ գողապետություն էր Հայաստանի Հանրապետությունը, անհնարին էր պայքարել սատանաների դեմ, բնականաբար, որովհետեւ իրա գրպանում է թե ոստիկանությունը, թե դատախազությունը, թե քննչական կոմիտեն, թե ներքին գործերի նախարարությունը եւ թե պետական այրերը իրա գրպանում են եւ իրա լափամանից լափում էին բոլորը եւ ԶԼՄ-ները ամենակարևորը։ Ուրեմն իհարկե այդ հսկայական ռեսուրսը, որին տիրապետում էր այս 26 տարիների, իհարկե վերցնենք 7 տարի ավելի նվազել է ռեսուրսը, բայց 19 տարի առնվազն այդ ռեսուրսին անծայրածիր հնարավորություններին տիրապետել է Կտրիշ Ներսիսյանը։ Եվ այն ժամանակ իհարկե շատ բաներ կային, որը հնարավոր չէր կոտրել։ Ես միշտ պայքարել եմ, խոսել եմ ամեն հարթակի, ամեն հնարավորության պարագայում ես հայտարարել եմ, միշտ ահազանգ եմ հնչեցել, որ կործանվում է այս եկեղեցին, տանում է այս հասարակությանը հոգևոր կործանումի, որ աղետ է հոգևոր Էջմիածնում։ Ես միշտ այս մասին ահազանգել եմ, խոսել եմ, բարձրաձայնել եմ։ Բայց գիտեք, ձայն բարբարո հանապատի էր։ Իհարկե ձայն բարբարո հանապատի, որովհետև ամեն կողմից հարվածում էին, ամեն կողմից փակում էին եւ փորձում էին ուրեմն խեղաթուրել ասածները։ Այսօր իշնորհիվ ձեզ, սիրելի պատկան մարմիններ, որ անաչարորեն դուք կատարում եք ձեր առաքելությունը եւ մասնավորապես մեր երկրի իշխանությունները գլխավորությամբ երկրի վարչապետ Սեմաշուկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ականավոր պետական եւ ազգային գործիչ է հանդիսանում, որը որ հանդիսանում է այն անձը, որը ոչ մենակ իրականացրեց Հայաստանում այն հեղափոխությունը, որը 18 թվականին դարձավ բոլորի համար շատ կարևոր իրադարձություն եւ զարգացում, այլ որը այսօր զարգացնում է պետությունը։ Մենք տեսնում ենք դա, խոքոր չենք, ով կարող է ասել, որ երկիրը չի զարգանում, երկիրը քանդված էր, մինչև վերջ, թալանված, պլատակներն էին մնացել, խայտարակ վիճակի հետ բոլոր կյանքի բնակավարներում, այսօր մենք տեսնում ենք, որ թմբիրից զարթնել է եւ կառուցվում է պետություն է կառուցվում։ Ոչ մենակ այս բնակավարներում է, որ աշխատանքներ է կառավարությունը առօրյա իրենց կրտնաջան աշխատանքներով զարդարում է այս երկիրը, այլ նաեւ ինքն որպես համակարգ, որպես պետական ինստիտուտ կայանում է, որտեղ գոյություն չուներ այդպեսին։ Մոսկվայի գուբերնիայի բանով, կարգավիճակով անում էին ինչ որ ուզում էին, այնտեղ իրենց հաշիվները ոնց որ ասած մակրում էին այդ ղեկավար կոչեցյալները եւ արխային էին։ Ժողովուրդն էլ մի բան որ անում էր, ոստիկանին քսի էր տալիս։ Եվ այդ պատկան մարմինները նրանք էին աշխատացնում մեր ժողովրդի դեմ։ Այսօր երբ որ ամբողջական զորությամբ գործում է երկրում ժողովրդավարությունը, գտնվում են մարդիկ, որոնք ուզում են պարսավանք բերել, պիտակ փակցնել երկրի ղեկավարին։ Այդպիսի ղեկավար Հայաստանը չի ունեցել առնվազն 100 տարի։ Հայաստանում չի եղել։ Փաշինյանի պես չի եղել մեկը, որը սիրի Հայաստանը, որը ի նպաստ Հայաստանին գործի։ Իր բոլոր մարդկային տկարություններով եւ տերացումներով եւ թերություններով հանդերձ։ Սա արձանագրում է եւ իրական արձանագրում։ Ճշմարտություն է սա։ Հետևաբար այսօր մենք պիտի ասենք, որ այս սատանեքը, որ թաքնվել են եկեղեցականի զգեստի տակ, վեհարի տակ ծվարած այդ դիվային ուղակի ֆիզիկականի մեջ այդ ուժերը, որոնք ուզում են խաթարել Հայաստանի անդորը, որոնք ուզում են այդ երկիրը փակուղի տանել, նորից մտցնել նոր որակի սովետական կարգերի մեջ, որոնք ուզում են եկեղեցին անհասկանալի մի կառույց դարձնել եւ չեն սիրում, գիտեք, որ մարդիկ սկսում են հասկանալ, արթնանալ, հարցեր տալ, իրենց համար դա շատ անհարմար է։ Իրենց հարմար էր, երբ որ ժողովուրդը մութ էր։ Ես նկատի ունեմ այս հարցերի մեջ, որ չխառնվեն ոչ մի իրենց գործերի մեջ։ Այս սա իրենց շատ ձեռնատու էր։ Եվ հիմա կատաղած են, որ ժողովուրդը սկսել է հարցեր տալ եւ սկսել է նրանց մերկացնել իրենց անօրենությունները։ Այս սա էին փորձում անել, որ ստեղծեն մի կեղտոտ համակարգ, որը կոչեն առանձին նոր Վատիկան, հա, իրենց խելքով, իրենց խելքով, իրենք մտածում են, որ Էջմիածինը պիտի մի հատ Վատիկան սարքեն, եւ պիտի այս բաների մեջ ոչ մեկ չմտնի։ Այսինքն պետությունը պետության մեջ լինի եւ այդ պետությունը հաշվետու չլինի։ Նույնիսկ Վատիկանը հաշվետու է։ Հասկանում եք, չի կարող այնտեղ ոչռագործություն ունենալ եւ Իտալիայի իշխանությունը չբանանի, չփարատի այս բանը։ Իսկ այստեղ ուզում են առանց այդ բանի անել, ուզում են պետություն առանձին կառուցեն։ Բայց կրեն Հայաստանի Հանրապետության անձնագիրը։ Այդ քաղաքացիները լինեն, բայց այդ քաղաքացի լինելով հանդերձ այդ երկրի օրենքը անարգեն եւ ասեն, որ մեր բանին մի խառնեք, մենք մեզ համար, դուք ձեզ համար։ Սա միջին դար չի, որ այդպեսի
ապուշություն ասեն ու անցնի, գնա, սենց բան չկա։ Այս սա էր, դրա համար հիմա իհարկե իրենց դուրը չի գալիս, որտեղ արդեն իրենց կեղտոտ անկողինը, իրենց կեղտոտ կյանքի, այսպես ասած, մեդալի, հա, երկրորդ մասը, մյուս մասը երևացնում ենք եւ փաստեր ենք դնում այստեղից եւ իրենց խայտարակ ենք անում։ Ավելին խայտարակ պիտի անենք, ավելին բոլորը պիտի խայտարակվեք, բոլորը, ովքեր որ այսօր չեն գործի Կտրիչ Ներսիսյանի դեմ, ովքեր դուրս չեն գա Կտրիչ Ներսիսյանի եւ նրա կլանի, նրա սատանա մաֆիայի դեմ, պիտի խայտարակվեն։ Եվ պիտի վերջանան իր հետ միասին։ Մեկ այնքը վերջանալու է։ Ինչքան կուզեք, դուք ձեզ ճղեք, վերջացած է։ Ինքը դիակ է։ Ուղղակի ինքը ժամանակի վրա է խաղում, ասեց ինքը այդքան ստոր մարդ է, վերջին վատությունը ուզում է արած լինել եկեղեցուն, վերջին պղծությունը ուզում է գործած լինել։ Այս սա է ընդամենը ժամանակի խնդիր է։ Մի 2-3 օր կարող է ավել քաշել իր աթոռի վրա մնալու բանը, բայց վնասները անսահման մեծ են լինելու։ Ես կուզեմ ասել, սիրելի ժողովուրդ, որ այդպիսի մարդկանց, ինչպես Ռուբենը եւ մյուս ստահակներ, ովքեր որ դրժել են իրենց ուխտը, եւ ոչ մենակ դրժել են, գոնե գլուխը կախ իրենց ամոթ ունենային եւ ոնց որ ասած զղջային իրենց արածների համար, նրանք այն լկտի անձնավորություններն են, լկտիությունը սահման չունի, հա, որ կարողանում են լեզուները լեհանել, ավել պակաս բաներ խոսալ։ Դուք ով եք։ Ուզում եմ ձեզ հարց տալ, ճճուներ, պետության դեմ եք գործելու։ Բայց ինչ Սերժիկի օրոք չէի գործում պետության դեմ։ Սերժիկը գիտեք ինչ կաներ դրանց։ Եթե լեզուն երկարացներ, օրինակ Ռուբենի պես մեկը գնար մի որևէ բան, հա, տաղավարից, որևէ մի հարթակից, զելեմենների, չգիտեմ, ինչ որ ստուդիա հրավիրեն, այնտեղից լեզուն երկարացներ ու պետությունը թիրախավորեր այն ժամանակվա իշխանություններին։ Ինչ կանեին։ Չէ հասցնի վերջանար այդ հաղորդումը Ռուբենի չվարդապետի լեզուն հետանցքը կմտցներ Սերժիկը։ Լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում ինքը դուրս կգար մի քար կընկներ նրան գլխին ու կսապկեր։ Դրանով կավարտվեր իր կյանքը։ Այդա կլիներ իր հետ։ Ինչի դուք այն ժամանակ չէիք վայրահաչում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, սուսեիք, հլուհնազանդ իրան որպես գործիքներ, Կտրիչ Ներսիսյանի կամակատարներ լպստում էիք Քոչարյանի կամակը, երբ որ գալիս էր Էջմիածին։ Հա, ինչու Սերժիկ Սարգսյանի ժամանակ լուրը մունջեք։ Այդքան ժողովուրդը ընդվզում էր այն ժամանակ, ինչքան բողոքներ կային, ինչքան ցույցեր կային։ Այդ ինչի մեկ ցույցի, մեկ բողոքի ժամանակ դուք չկարիք։ Նույնիսկ այն օր հասական պայն, երբ որ արյուն էր հեղվում, այդ ինչի հաց բերողին դուք չգնացիք, չօժանդակեցիք։ Ինչի որևէ մի բարագայում դուք չկայիք մեջտեղ։ Այն ժամանակ քաղաքականությունը ձեզ համար գոյություն չուներ, դուք քաղաքական մարդիկ չեք։ Դուք ասում եք մենք գործ չունենք, մենք հնազանդ ենք իշխանություններին։ Թաքնվում եք այս կարգախոսների տակ։ Եվ հիշեցիք նոր ձեր քաղաքացի լինելու, քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը այն ժամանակ, երբ որ արդեն տապալվեց Սերժիկ Սարգսյանը, հա, հիմա հիշեցիք։ Բայց միաժամանակ տեսեք ինչ պարադոքս է։ Ուզում են զբաղվել քաղաքականությամբ, ուզում են դրսևորումներ ունենալ որպես շարքային քաղաքացիներ, բայց պատասպարվեն եկեղեցու պատերից ներս եւ ասեն մենք անջատ ենք պետությունից, այսինքն մեզ չեք կարող թփնալ։ Մենք ամեն ինչ կարող ենք, մարդ կարող ենք ուտել, սպանել բանկի մեջ, մենք կարող ենք այնտեղ ամեն տեսակի այլանդակություններ անել, բայց պետությունը եւ իր փաստորեն որևէ մի գործիքակազմը իրավունք չունի միացնելու համար, որ քանդի է սադանայի բույնը։ Այսինքն ինչ որ կատարվում է, ոչիր է կատարում այնտեղ եւ բազմաթիվ ոչիրներ են գործվել 26 տարի շարունակ, դուք ոչրագործություններով եք զբաղվում։ Դուք թաղված եք ահա որ մեղքերի բերի տակ։ Դուք մեկին մեղքերի թողություն պիտի տակ, ծիծաղացնում եք։ Դուք ձեր մեղքերը քաբեք, ձեր աչքի գերանները դեռ հանեք, նոր փուշը հանեք։ Փաշինյանը ձեր համեմատ սուրբ է այդ մարդը, որպես անհատ, ինքը սուրբ է ձեր համեմատ, որովհետև այդ մարդը լինելով երկրի վարչապետ, չլինելով հոգևորական, նա հոգևորից է խոսում։ Իսկ դուք լինելով հոգևորական, խոսում եք քաղաքական թեզերից, խոսում եք անիմաստ բաներից, ում ջրաղացին ջուր լցնելով Սերժիկ Սարգսյանին, Ռոբիկ Քոչարյանին եւ մյուս այլ կերպարանքով եկած դևերին, Սամվել Կարապետյան կլինի, որ մի խուլիգանը կլինի։ Ինչքան անբարոյական մարդ կա, ինչքան ստախոս մարդ կա, ազգային բարերար դակեցիք։ Ինչ ազգային բարերար է։ Ում է ինչ բարիք արել։ Այդ խուլիգանը գող է նաեւ ավազակ։ Ավազակ է, որովհետեւ ինքը իր փողերը ավազակությամբ է աշխատել, քողությամբ է աշխատել։ Իսկ իմիջիալոց իր կնոջ մասին ասում են, որ մարմնավաճառությամբ էր զբաղվում բանում Վրաստանում։ Մարմնավաճառ էր։ Այսինքն այս կարգի, այս տիպի մարդիկ են, անփարոյականներ, հայտնվել են Հայաստանի մեջ,
ուզեցել են Հայաստանը խաղալիք սարքեն, իրենց ուզածը։ Ասում մեր ձևով, բայց մեր ձևով մենակ այդ անվանումը, որ տվել են կուսակցության, ես կարծում եմ նման այստեղից դատապարտում եմ արդարադատության նախարարության աշխատանքը, եթե նրանք այս անվանումով գրանցել են այդ կուսակցությունը, սա պրոֆանացիա է։ Չի կարող մեր ձևով կոչվել։ Ես ի՞նչ է նշանակում։ Թող այդ բանը շիֆրը տան։ Ինչ է նշանակում։ Մեր ձևով նշանակում է մարդ սպանենք։ Մեր ձևով է մարդ ուտենք, կանիբալիզմ քարոզենք, մեր ձևով է տորոհենք պետությունը, բոլոր պատկան մարմինների վրա թքած ունենանք, մեր ձևով է։ Պիղծ տականքին, որը խաչագող սրիկա է եւ եկեղեցին դարձել է ուղակի դևերի բնակարան, Սուրբ Հոգին հեռացել է Էջմիածնից։ Վերցնենք իրան պաշտպանենք, մեր ձևով է։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Ինչ է դա նշանակում։ Այս կուսակցությունը ես գտնում եմ ոչ թե չպիտի թույլ տային, ընդհանրապես պիտի չգրանցեին։ Նրանք վտանգավոր մարդիկ են, նրանք սպառնալիք են ազգային անվտանգության համար եւ վարկյան առաջ պիտի փակել տալ։ Կոչ եմ անում եւ դիմում եմ տալու արդարադատության նախարարությանը, կոչ եմ անում, որ կոչեն այդ մեր ձևով կուսակցությունը։ Եվ դա իրական ժողովրդավարություն է, որտեղ ժողովրդավարությունը նախատեսում է օրենքի խիստ եւ ճշգրիտ ուրեմն այդ կետնի վրա, որի կատարածվեն այս բոլոր բաները։ Ոչ թե մեր ձևով անենք այն, ինչ որ ուզում ենք եւ անվանենք մեր ձևով։ Տերակտ անենք Երևանի մեջ, մարդ սպանվի, մեր ձևով լինի։ Հետո փողոցում կազմակերպենք ցույցը, այդ ցույցը վերածենք զանգվածային անկարգությունների, մեր ձևով կլինի։ Խուլիգանությանը փողոց փագենք, չգիտեմ, խոչընդոտենք երթևեկությունը եւ այլն, մեր ձևով է։ Սա բացառվում է, չի լինում sense բան։ Եվ գիտեք ինչ սպեկուլյացիան ինչ են անում, ասում են այն ժամանակ Փաշինյանը փողոցն է փակեցվեց։ Այո, այն ժամանակ ամբողջ ժողովուրդը փակեց, Փաշինյանը չի փակել փողոց։ Շատ սխալվում եք։ Փակել է ամբողջ Հայաստանի բնակչությունը, փողոցներ են փակել, ամբողջ հանրապետության մեջ այդ նույն տրամադրությունները հեղափոխական կային եւ մարդիկ բոլորը միահամուռ գործում էին։ Եվ հանուն ինչի փակեցին։ Կարող է նորմալ պետություններ փողոց փակել են։ Ոչ։ Եթե պետության մեջ ամեն ինչը իր կարգն ու կանոնով ընթանում է, չի կարող մեկը վեր կենալ, ասել ես իմ դուրս չի գալիս Փաշինյանի աչքերի գույնը կամ գլխարկը չի սազում իրեն, եւ այդ պատճառով որ մարդը ինձ համար հաճելի չէ, ես փողոց պիտի փակեմ, ուզեմ պահանջեմ իր բանը, հրաժարականը, այսպես չի լինում։ Այսպես չի լինում։ Միայն ու միայն պետք է հիմք լինի իշխանապողության համար, հեղափոխության համար եւ այլն։ Հիմա Կտրիչ Ներսիսյանի համար 1001 հիմք եւ փաստ դրված է։ Այդպես չի։ Լսել եմ այդ սպեկուլյացիան այդ մարդկանց, կարծեմ Ազատության ռադիոկայանն էր, եթե չեմ սխալվում, կարող է սխալված լինեմ, որ ասում է հանրային պահանջ կա։ Այդ մարդիկ տգետ են։ Իրանք չեն հասկացել, որ 95%-ը դա ամենակիչն եմ ասում։ Ես 5%-ը գիտեք թողնում եմ իր կամակատար ստրուկներին, իր ծանոթներին, բարեկամներին, ազգականներին եւ այն մարդկանց, ով որ իրենից ֆինանսական շահ ունի։ Նույն այդ կուսակցությունները, որոնք այսօր իր հետ նույն տաշտակի մեջ են, այդ գերատաշտակի մեջ են ուզում լափեն եւ այլն, եւ նույն նավակին մեջ են, նրանք շահի բերումով են իր հետ կապված։ Եթե վաղը իրենց շահերը հակասեն, իրանք իրար հետ շուն ու կատու կդառնան։ Այսինքն հանրային պահանջը ավելի քան կա 13 թվականին հարցում ա եղել, այն ժամանակ 85%-ն է իրեն դեմ եղել։ 85% է, քանի տարի, 12 տարի առաջ էր։ Իսկ հիմա ես ասում եմ 95%-ը այդ մինիմումը, որ 95%-ը իրեն կտրականապես դեմ է։ Մենակ Facebook-ի հարթակը բավական է, որ ամբողջ տեսարանը երևա։ Ամբողջ տեսարանը երևա, դուք տեսեք ովքեր են իր ելույթների Կտրիչ Ներսիսյանի կամ ինչ-որ մի բանի այդ ստահակների համար լայքեր դնում կամ տարածում, ովքեր։ Եվ պիտի ապշեք, որ Աստվածա բանով, հա, Աստվածային երկյուղից ամբողջովին զուրկ, Աստվածատյաց, այն շրջանակներն են, ընդդիմադիր կեղտ դաշտը։ Իհարկե նրանք Աստվածատյաց են, որտեղ նրանք կեղտոտ մարդիկ են։ Եթե նրանք ի վնաս հայ ժողովրդի եւ հայոց պետականության են գործում, ուրեմն նրանք Աստծո դեմ են կանգնել։ Եվ Աստվածային ուրեմն բանից զուրկ ամբողջովին, հա։ Այս սա է։ Եվ սա փաստ է սիրելիներ։ Եվ պետք է ասում եմ այդ փաստը դուք տեսնաք, որ
միայն այդ շրջանակներն են, որ կհետևեն Կտրիչ Ներսիսյանի կամ նրա ստահակներին, նրա գործակատարներին, կլայքեն եւ այլն։ Այսինքն հստակ է եւ փողոցում այո 10 հոգուց կարող է 9 հոգի չգա օրինակի համար, թեկուզ որ վաղը ցույց լինի, չէ՞, բայց այդ 10 հոգուց 10 հոգին դեմ են իրեն։ Սա փաստ է սիրելիներ, սա հարցումների երկարատև հարցումների արդյունքներն են։ Ամբողջ Էջմիածնի բնակչությունը վաղ շաբաթի, հա, եթե վաղը լինի այնտեղ հայտարարվի հանրահավաք, ես ձեզ երաշխավորում եմ, որ 30,000 մարդ գալու են։ Այսինքն ամբողջ Էջմիածնի ժողովուրդը գալու է հավաքվի։ Նույնիսկ տեղ չի մնացածները որ կան։ Այդ չեմ ասում, որ ռայոններից, մարզերից եւ վերջի մայրաքաղաքից ինչքան մարդ կհավաքի։ Այսինքն Օվկիանոս ժողովուրդ կլինի Կտրիչ Ներսիսյան, Օվկիանոս, քեզ ատում է սփյուռքը նաև, ատում է։ Մի համայնք, մի եկեղեցի, մի բան չկա, որտեղ տեղյակ չեն քո սադանայություններից։ Ուղղակի սփյուռքում ժողովուրդը ավելի զուսպ է եւ մի տեսակ իրենց առօրյա հոգսերով, այլ երկրում քանի որ ապրում են իրենց կյանքով ավելի շատ զբաղված են եւ դրա համար այդ դրսեւորումները այդքան չես նկատում։ Բայց այն փաստը, որ ոչ մի տեղ չես ընդունվում եւ անարգված ես ամեն տեղ, գիտեն քո մասին, որ դու ուխտը դրժել ես, որ դու կեղտ ես, որ դու սրիկա ես, որ դու գող ես, որ դու մարդասպան ես, որ դու ավազակ ես, այդ բոլորը գիտեն։ Եվ սա բառեր չեն, սա ամեն մի բառը դրա տակ կան հարյուրավոր հիմնավոր փաստեր, որոնք հանդիսանում են հիմք քրեական գործի համար։ Այս սա է այդ մարդը ծայրից ծայր ոչռակ գործ է եւ իհարկե Փաշինյանը որ ասեց մենք ենք մեղավոր, այո, որտեղ ժողովուրդը հանդուրժել է, աչք է փակել։ Իսկ այսօր չի ուզում փակել այդ աչքը, վերջացավ։ Դրա համար իրանք գժվել են, հա, ոնց կլինի։ Ռուբենը ազատ խուլիգանություններ անում, ազատ։ Հետո էլ գալիս էր այս էկրաններից ավետ պատած խոսում էր։ Իսկ հիմա Ռուբենի դեմքը պատրվեց, այստեղ ասեցինք ով է նա, ինչով է զբաղված։ Հիմա եթե վանքում կարգապահական ժողով լիներ, Ռուբենի վաղը կասեն ճամբրուկը ձեռը առ ու յալլա բանկից։ Գնա։ Ուխտը դրժել ես, ուրեմն հանի այդ շորերը ու գնա այնտեղ։ Ու վերջանար ինքը արդեն։ Ոչ թե շարունակեր իր այդպիսի կեղտոտ գործունեությունը։ Չկա տենց բան։ Մի հոգի բանկում չի կարող մնալ այնտեղ, այդ հացը ուտել, այդ օգտվել ես վանքի բարիքներից, եթե նա խաբեփա է։ Ինչ տեղ է դա վանքը։ Վանքը ինչի համար է։ Վանքը խաբելու համար է, վանքը աֆերիստության համար է։ Վանքը դրա համար է, որ դու գնաք այնտեղ փող աշխատեք։ Ուզում եմ ձեզանից հասկանալ դուք ով եք ընդհանրապես, այ աֆերիստներ։ Բոլորի դեմքը բացվելու է, բոլորի։ Այսօր լսեցինք նաև Գերմանիայի թեմի առաջնորդը, ճիշտ է, ես իր մասին շատ բացասական կարծիք ունեմ, այդ Սերովպե կոչվածի, որտեղ Մոլդովայում ինքը շատ խայտառակություններ արեց, եւ ես դրա մասին գրել եմ եւ թերթում եմ, եղել հոդված, եւ ես միշտ էլ ասել եմ, որ նա բարոյական մարդ չի, բայց նա միանգամից զգաց, առնետ է, չէ, առնետավազքի մեծ չեմպիոն է։ Հոտ առել է, որ Կտրիչ պիտի կործանվի, եւ դրա համար ինքը արդեն ուրիշ հայտարարություններ է անում Գերմանիայից։ Լավ է, թողանի։ Հիմա գիտեք ինչ, ես գտնում եմ, որ նույնիսկ այդպիսի մարդկանց կարելի է ներել, եթե նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն այդ սատանա Կտրիչի դեմ։ Բայց ուզում եմ ասել, որ բոլորին գիտենք, ճանաչում ենք, այդպես չէ, այն գլխից գիտենք ձեզ, թե դուք ինչ տպեր եք, ինչ պտուղներ եք, ով եք դուք, ինչով եք շնչում դուք, եւ ընդհանրապես ինչի համար եք եկել այս եկեղեցին։ Դուք այդ եկեղեցու խարճը չեք։ Այդ եկեղեցին դուք դարձեցիք խաղալիք։ Կտրիչի իհարկե թեթև ձեռքով։ Ձեզ մոտ չէր հաջողվի, որտեղ իր կադրերն են, ինքն է հավաքել այս մարդկանց։ Այդ նույն Սերոպեին ինքն է օծել։ Դուք հասկանում եք, ինչ որ արել է այս մարդը, ինչ որ արել է, ի վնաս եկեղեցուն է արել, ի վնաս ազգին է արել, ի վնաս հայոց պետականության է արել։ Ինքը ամեն ինչը արել է ի վնաս։ Մի գործ չկա այդ, մի հատ կա բջացին այդ կեղտը ծուր հայլիների թակուին, որ նստում է այնտեղ իր այդ լսարան ունի, հա, ստահակների։ Եվ այնտեղ ասում է վեհապարը։ Քիչ ամնում ճիշի կանի տակը այդ բառը, որ ասում է վեհապարը։ Կմնա պատմության մեջ որպես ասում է բան։ Շինարար կաթողիկոսայա, թե որպես գող, ավազակ։ Շինարարությունը զուտ պրոֆանացիա է։ Այդ շինարարություններից ինչքան ինքը միլիոններ կերավ։ Դրա մասին խոսա Անժիկ։ Թե խոսքը Անժիկ Թովմասյանի մասին է։ Այդ Անժիկ Թովմասյանը թող փաստերը բերի, որ այդ շինարարությունը նա արել է անշահախնդիր սկզբունքով։ Եթե նա անշահախնդիր լիներ, ապա նա կվերակառուցեր նախ եւ առաջ կոթողները, որոնք լքված,
Ասում էր անտառներում, սարերում, չգիտեմ, գործ չունեմ այդ վանքերի եկեղեցիների հետ։ Ինքն էր ասում, չէ՞, ես չէի ասում այս բաները։ Բայց կառուցում էր կողքի անշուք եկեղեցիներ, անճաշակ եկեղեցիներ, ակուստիկան խախտված եկեղեցիներ, միայն թե փող մեջը աշխատի։ Գողանա։ Այդ իր եղբայրը մանկապիղծ, բուրջոն, կարոծած կանոնով, կագեբեշնիկ, կեղծ arczepiskopos Եզրասը։ Այն որ Մոսկվայի եկեղեցու վրա միլիոններ կերավ, մեռավ, փող հավաքելով, կթելով հարուստներին։ Ես լավ պատմությունները գիտեմ, թե ինչքան այնտեղ փող է կուլ տվել։ Դա եկեղեցաշինությունը։ Եկեղեցաշինությունը գողություն է, ես չգիտեի, որ գողությունը կոչվում է եկեղեցաշինություն։ Ոչ, նա եկեղեցական կաթողիկոս պիտի մտնի պատմության մեջ։ Նա պիտի մտնի մարդ որպես աֆերիստ։ 132 կաթողիկոսների մեջ մենք ունեցել ենք մեկ մարդ, որը եղել է աֆերիստ։ Կաթողիկոս չի եղել, իրան հայտարարել է կաթողիկոս։ Եկեղեցին քանդել է, ասել է, ես եկեղեցաշեն կաթողիկոս եմ։ Այո, հանճար է նա, տականքների մեջ նա կարող է երևի առաջին տեղը զբաղեցնել տականքների շարքում։ Նա եկեղեցական տականք է, որը որ վնասից ասում են բացի ոչինչ չի տվել։ Պղծել է նա մայրաթոռը, այլասերել է, ապականել է այդ տարածքը, անճանաչելի է դարձել։ Այդ իր կառուցածները ոչ մեկին պետք չեն, բացարձակապես։ Սրանք բոլորը պիտի հետագայում պետք է անդրադառնան մարդիկ։ Իհարկե, Սփյուռքից հավաքել է, հարուստներից այդքան փողը հավաքել է, մղցել է, փողերը դրել է մեծ մասը 190-ը դրել է իր գրպանը, 10-ը ստից բաներ է կառուցել, անճաշակ անպետք բաներ, ոչ մեկին դա պետք չի։ Ինչ գործ ունի դամբարանը, Իջմիածնում, ինձ բացատրեք։ Ինչի համար պիտի մեռելներին բերեն այնտեղ թաղեն այդ դամբարանում, հարուստ մարդկանց իհարկե։ Խի գերեզմանանոց է Հայաստանը։ Խի Իջմիածնում մարդիկ գնալու են այդ սրբավայրը, որտեղ որ Հիսուս Քրիստոսն է իջել, որ մեռելները այնտեղ տեսնա, ինչի համար։ Աբսուրդը, չէ՞, բա փող աշխատում, գերեզմանից փող առնում։ Այսինքն նրանք ամեն ինչից բիզնես են սարքել։ Բիզնես է, ոչ մենակ մոմը, որ բիզնես է իրենց համար։ Այդ մոմը, սիրելի ժողովուրդ, ամեն եկեղեցին պետք է ուղարկվեր, եւ եկեղեցին ամեն մի ծուխը իր պիտի հոգսերը հոգար։ Այդ վաճառված մոմով պետք է իր բյուջեն ունենար ամեն եկեղեցին, որ կարողանար աղքատին օգնել, Տեր հայրը իր ընտանիքով կարողանար ապրել, որ երկչախումբա, բոլոր հավաքարար եւ այլն ունենան այնտեղ ամսեկան նորմալ։ Եվ իհարկե կարիքավորի ձեռքը, թշվառականի ձեռքը միշտ բռնեն։ Ոչ թե այդ մոմը վերցնում են, տանում են իր ձեռն են ամբողջը տվել, պուլտը, այսինքն նա վաճառում է ձեր վրա թանկ ու կրակ մոմը, որ հարստանա։ Ում է պետք այդպիսի մոմավառությունը։ Եվ ինչ է արել։ Եկեղեցիներից հանել է այն հատվածը, որտեղ որ մոմ է վառվում, ոչ միտեղ չկա աշխարհում տենց բան, որ եկեղեցուց դուրս մոմ է վառվեն։ Դա խայտարակություն է, սիրելիներ, խայտարակություն։ Եկեղեցիներում է մոմը վառվում։ Եկեղեցուց դուրս չպիտի մոմ վառվի։ Սա ամենաամոթ բանն է։ Մենք հեթանոս ենք, դուրս ագայս հեթանոս, որ գնում ենք կրապաշտությամբ։ Դուք տեսեք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսքը։ Պատարակի մարդ չկա, դաբ ու դատարկ է սրահը եկեղեցու, բայց այդ մոմ վառելու տեղը, ասեղ գցելու տեղ չկա, հերթ է այնտեղ։ Այն նույն ժամանակ, որ պատարակ է ընթանում։ Այսինքն Կտրիչ Ներսիսյանը հեթանոսական տաճարներ է կառուցել, դուրս է գալիս։ Մենք ինչա, կրապաշտենք, որ գնանք մոմ վառենք մենակ։ Մենք պիտի գանք պատարակի աղոթենք, իսկ մոմը դա ասուն նվեր է, ամեն մեկը մի նպատակով ինչ որ վառում է, իր աղոթքը անում է։ Բայց չպիտի նպատակ դառնա եկեղեցի գալ մոմ վառելու։ Այսինքն այդ մոմ վառելով նրանք դիզել են հարստություն, երկու եղբայր։ Ես գիտեմ Մոսկվայում այդ մոմավառությունը ինչ փողեր է բերում, շատ լավ գիտեմ, որտեղ ես ծառայել եմ այնտեղ եւ գիտեմ այդ նույն Սուրբ Հարություն եկեղեցին այդ Բագանկովսկի կլաբիշայի վրա որ կար։ Հսկայական գումարներ էր բերում, հսկայական։ Որտեղ մոմավաճառը պատահում էր երկուշաբթի օրը, ես միշտ հերթապահության օրն էր։ Ինձ խնդրում էր, ասում էր տեսակ նստիր այստեղ, ես կգնամ մի քիչ գերեզմանները, դե գերեզմանի մեջ է դա հավաքեմ։ Խնդրում էին մարդիկ, ինքը հավաքում էր, սա նորմալ երևույթ է, որտեղ սա մատուռ էր, եկեղեցին փաստորեն կառուցված էր արդեն այդ գերեզմանանոցի տարածքում, ոչ թե սակած է դրա համար, որ մարդ բերեն, թաղեն, որ փող աշխատի, դա լրիվ այլ բան է։ Ես ուզում եմ, որ դուք տարբերությունը հասկանաք։ Ես նստում էի, երկուշաբթի օր է Մոսկվայում աշխատանքային ժամ, մինչև ինքը գնում գալիս էր, մի ժամ էլ չէի նստում, ահագին գումար էր հավաքվում։ Հանձնում էի իրեն։ Եվ գիտեմ, այնտեղ ինչ թվեր են լինում։ Այսինքն այս փողերը նրանք վերցնում են այդ փողը ինչ են անում, որ մի աղքատի ձեռն են բռնել, որ մեկը գնացել է, խնդրել է օգնություն տվել են իրենք, որ մեկին ցույց թող տան։ Ագահություն։ Իրենց այս ամփարով վարքը, իրենց այդ ագահ
չգիտեմ, սոված գելի աչքերով նայել ժողովրդին, որ մարդ գալիս է ինչ որ արարողության համար, մտածում է ոնց անի, որ շատ փող առնի այդ մարդուց։ Աղքատի հետ գործ չունի, ով որ չունի, նրան խրկում են։ Գիտեք, որ իր եղբայրը եկեղեցում չի թույլ տալիս որևէ մի մարդու, որ հնարավորություններ չունի, մկրտեն, եթե նա փող չունի, եւ իրենց ուզած գումար, ուզած կլորտիվը չի վճարում։ Պսակադրություն անեն, թաղման արարողություն անեն։ Եթե փողը չեն վճարում, այսինքն չունի մարդը այդքան փող, վատ է իր վիճակը, չեն անում։ Սակագներ են նշանակում, այսինքն արևտրի առարկա է դարձել։ Սփությունը վճարվում է։ Բայց հարցեք ինչ անում եք փողը։ Հոգևորականներին քահանաներ կան գյուղերում, շրջանում, որ մարդիկ շատ վատ նյութական կարիքների մեջ են, շատ վատ վիճակ ունեն, որտեղ որևէ բան չի անում իրենց համար, իրենց ձեռքը չի բռնում։ Հասկանում եք ինքը ինչ վիճակ է ստեղծել, բայց Ռուբենի պես մարդկանց ահագին լավ աշխատավարձ է նշանակել։ Այն Ռուբենը, որ այնտեղ լափում է, հա, այդ ճաշարանում, ամեն ինչ իր համար այնտեղ անվճար է։ Ահագին փող է տալիս, չգիտեմ 1000 թե $1500, հիմա սուտ չխոսելու համար հստակ չեմ կարող տվել ասեմ, բայց մոտավորապես այդքան գումար։ Որպեսզի Ռուբենը գնա զվարճանա, այդքան զվարճացել է, վերջել է տեսանք, ինչին բերեցիր զվարճանալը։ Հիմա իմ պահանջն է, սիրելի ժողովուրդ, որ այդ հարցը դրվի օրակարգի մեջ, որ այդ տականքը պիտի դուրս գա։ Պիտի դուրս գա, լեզուն պիտի կտրվի այդպես։ Եթե ինքը, կրկնում եմ, ինքը եթե չխոսեր, ով էր իրանով հետաքրքրվելու։ Ոչ մեկ չէր հետաքրքրվի իրանով, եթե ինքը լեզուն իրեն քաշեր, եթե ինքը վեր ընկներ իր տեղը, բայց լկտիության եւ սադանայության աստիճանը չկա, որ լեզուն երկարացրել է իմանալով, որ ինքը մեղքերի մեջ լող է տալիս։ Այ ամենամեծ խայտարակությունը դա է։ Ուրեմն ամբողջովին պիտի մաքրվի այդ եկեղեցին, հետամուտ ենք լինելու, որ այդ սադանայի տունը պիտի քանդվի մինչև վերջ, մաքրելու ենք։ Ձերից ձեր։ Եվ վստահ եմ, որ այս աշխատանքները քննչական կոմիտեի կշարունակվեն, որ պետք է շատ մարդկանց կանչեն այնտեղ, շատ մարդկանց դասեր կարդան, որպեսզի այս գծիկը մինչև վերջ քանդվի սադանայի։ Սա ճշմարիտ է, աստվածահաճո է, ողջունում եմ բոլորին եւ ուզում եմ այս պատկան մարմինների կենացը խմել։ Դուք գիտեք, որ ես խոտերի թե շատ եմ սիրում եւ միշտ էլ որ մենք եթեր ենք անում, միշտ պարտադիր վերցնում եմ ինձ հետ։ Ուրեմն թող Տերը օրհնի, զորացնի, ձեզ ուժ տա, կարողություն եւ գործեք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր հայ ժողովրդի եւ հանուն Մայր եկեղեցու։ Համարձակ գործեք։ Համարձակ գործեք։ 13-ին էլ դատը սկսվում այն, terrorist, Բագրատ, մսագործ, չգիտեմ, Բիչինա են ասում, ինչ են ասում նրան, կագեբեշնիկ եւ այլն։ Այս կեղտն էլ պետք է գնա բանտում սանատորիա ուղարկեն իրեն, դատավորները, հույսով եմ, որ դատարանը լավ է աշխատելու, ես մասնավորապես իմ դատավորների կենացը պիտի խմեմ Հայաստանի Հանրապետության դատարանը, որ լավ աշխատի, արդար աշխատի, ազնիվ լինեն, օրենքը գործի միայն, աննաչառ, եւ ճաղերի ետևը ուղարկի այն բոլոր սադանեքին, որոնք եկել են Հայաստանի մեջ, կեղտ են տարածել, որոնք եկել են Հայաստանը գերել են, թալանել են, այլանդակ արարքներ են գործել, ոչիրներ են գործել, որ պատժվեն դատավորների կենացը։ Ուրեմն, սիրելի ժողովուրդ, կարծում եմ բարձր տրամադրությամբ, զորացած, Սուրբ Հոգով լցված, ավետարանի խոսքով զնված եւ միշտ հույսով առաստված լավ պիտի լինի, պետք է հաղթանակ լինի, պետք է Աստված մեր համար այդ ողորմության դուռը բացանի, նորից մեկ հնարավորություն տա հայ ժողովրդին ապաշխարելու, բարին գործելու, հոգիները փրկելու եւ իհարկե ես ասում եմ, որ շատ կարևոր դեր է նաև հոգեհանգստյան արարողությունները, հոգեհանգիստը եւ առհասարակ պատարակները մեր ննջեցյալներին համար։ Դրա համար պետք է աղոթող մարդիկ լինեն, պետք է այն մարդիկ լինեն, որոնք հասկանում են այս կարևոր առաքելությունը, որ դրանք ոչ մենակ իրենք ողջերի համար են ծառայում, նաև հանգուցյալ հոգիների փրկության համար։ Այս շատ ուզում եմ կարևորեմ եւ շեշտը դնեմ դրա վրա։ Եվ իհարկե միայն այդ ճանապարհով կկարողանանք հոգևոր Հայաստան կերտել, որտեղ ամեն մի հայ քրիստոնյան պետք է լինի
իր հոգևոր առաքելության մեջ։ Ամեն մարդը պետք է իր հոգևոր պարտականությունները ունենա։ Ամեն մարդը պետք է իր մասնակցություն ունենա եկեղեցական կյանքում։ Սա անհրաժեշտություն է։ Եվ իհարկե ամեն մեկս էլ պետք է պատրաստվի հավիտենական կյանքի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն աչ նարարչական բազուկս փրկչական սուրբ խաչը տերունական լինի ձեզ պահաբան հայրսումետև մինչև հավիտյան ամեն։ Խաղաղություն եմ մաղթում ձեզ Աստված խաղաղության թող ամեն գործ առաջնորդի եւ վստահ եմ որ ամեն տեղ որտեղ որ արդարությունը քիրականանա կլինի դա դատարան կլինի դա քննչական կոմիտե ներքին գործերի ուրեմն այս բոլոր ատյանները ոստիկանություն եւ այլն չգիտեմ քննչական կոմիտե դատախազություն այնտեղ որտեղ գործելու է արդարությունը գործելու է Աստված վստահ եղեք համարձակ եղեք դուք Աստվածահաճո եք եւ Աստծուն անում եք բարիք որովհետեւ Աստված միշտ հետևում է ձեզ չէ որ ձեր վրա է դրված այդ պարտականությունը եւ ձեզ է այդ շնորհքը տրված եւ այդ իշխանությունը որ դուք գործեք աշխարհականները չեն կարող այս բանը անել պարզ քաղաքացին հետեւաբար հետևեցեք Աստծո խոսքին եւ գործեք Հայաստանի Հանրապետության գործող օրենքին համահունչ ամեն շատ տարածեցեք սփռեք այս նյութը կսպասեմ ձեր գրառումները լայքերը անվճար են խաղաղ գիշեր բոլորին կհանդիպենք նորից ցտեսություն Տերն ձեզ